գալուց ամեն անգամ կամ շատ հաճախ իմ մասին խոսելու փոխարեն գաք ու պատմեք վերջը ինչ եղավ ձեր քլիչի այդ բանակցությունների արդյունքը։ Լավ պայմանավորվել եք, որ սահման պետքա բացեք երրորդ երկրների ներկայացուցիչների համար, դիվանագիտական անձնակիր ունեցող մարդկանց համար։ Ինչ եղավ, դուք դրանից խոսեք։ Բայց, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ասել, որ շատ բնական և հասկանալի է այն աժոտաժը և ագրեսիան, որ կա այսօր քաղաքական մեծամասնության մոտ։ Ի վերջո գալիք ընտրություններ են սպասվում, շատ լավ գիտակցում են, որ 50 գումարած մեկ մեծամասնություն որևէ պարագայում չեն կարողանում ստանալ, և կա անդիմություն, որ հավաքական առումով շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, այսպես ցնցումների մեջ են ընկել, ոչինչ հանգստացեք, բոլոր գործողությունների համար մարդիկ պատասխան են տալիս, Աստծո առաջ, ժողովրդի առաջ։ Իմիջայլոց Ռուբինյանը մի խոսք էր ասում իր վերջի ելույթում, ասում է, ընդդիմությունը պետք է իր խոսքերի և արածների համար պատասխան տա։ Բա դուք երբեք պատասխան տալու մի ամբողջ հայրենիք կործանելու համար, հազարավոր տղաների կյանքը խորտակելու համար, մեր այն հայրենակիցների համար, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտում, բայց երբ հարցը հնչեցնում եմ, այդ երբ հարցը պատասխան ունի, սիրելի հայրենակիցներ, 26 թվականի ընտրություններ են, գալիք ընտրություններ են, շատ բան չի մնացել։ Պետք է զինվել համբերությամբ, տոկունությամբ, հստակ գիտակցումով, որ իրավիճակ է փոխվելու և որևէ ագրեսիայի չտրվել, որևէ սադրանքի չտրվել, անիմաստ գործ է, այնպես որ զինվենք համբերությամբ, մինչև առաջիկայում իրական իրավիճակ փոխվի։